Գլխավոր ձախողումները Փաշինյանի ներքին կառավարման բնագավառում չեն այնուամենայնիվ։ Նրա գլխավոր հանցանքը ժողովրդի առաջ եւ գլխավոր ձախողումը դա այն է, որ ինքը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Իր 7.5 տարվա կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետևանքով կորցրել ենք 5000 մարդ, իսկ եւս մեկ հայոց աշխարհ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա։ Եվ մենք ինչու ենք ասում, որ այնուամենայնիվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի, հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։ Շատ պարզ։ Նրանք մեր ժողովրդից պահպանում են մի կարևորագույն գաղտնիք, որը ամենալուրջ վկայությունն է իր գործած հանցանքների մասին։ Դա այն է, որ 2019 թվականին ապրիլին, իսկ հետո նաև հունիսին Նիկոլ Փաշինյանին Մինսկի խմբի համանախագահության կողմից ներկայացվել է մի փայլուն պլան խաղաղության, որով եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդհանրապես պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին եւ կգվեր լիակատար խաղաղություն, խաղաղարար զորքերով եւ այլն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շահկապվում էր Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր իրականում, որովհետև դա նաև դրդելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը հետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Հիմա ավելի ինչ ասեմ, ապշեցուցիչ, ուղղակի ցնցող մի ինքնախոստովանություն Նիկոլ Փաշինյանը արել է օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Նա ըստ էության ասել է, որ նա գիտակցաբար մերժել է այդ պլանը, որի մասին ես նոր խոսացի, մերժել է այդ պլանը, որպեսզի իրագործվի մի ռազմավարություն, որի շնորհիվ կհաստատվի հաշտություն Ադրբեջանի եւ երկխոսություն Թուրքիայի հետ։ Սա մեջբերում էր ուղղակի իր ելույթից։ Այսինքն ինչ է, թարգմանեմ մարդկային լեզվի։ Այս մարդը մեր ամբողջ ազգին ասում է, որ այո, Արցախը մի խոչընդոտ էր, որը ես պետք է վերացնեի, որ մենք կարողանայինք կնքեինք Ադրբեջանի հետ հաշտություն։ Եվ միայն այդ դեպքում կապահովեր մեր իրական անկախությունը։ Ամեն ինչ տալ, ոչինչ ստանալ։ Ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հանդուրժել նրա հայաթափումը, տալ Հայաստանի ստրատեգիական բարձունքները, հանդուրժել Բաքվի խոստանգումները մեր գերիների նկատմամբ, լուծարել Մինսկի խումբը, ասում են Մինսկի խումբը ինչին էր մեզ պետք։ Մինսկի խումբը այն պլատֆորմն էր, որը թույլ էր տալիս պատերազմը չսանձազերծել։ Մինսկի խումբը հենց բանակցությունների հարթակն էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին մերժեց անգամ բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ, ինչը արդեն հենց հիմք դարավ նրան, որ միջազգային հանրությունը այլևս չէր կարող ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ նա չսկսի պատերազմը, որովհետև խաղաղության, խաղաղ բանակցությունների լեզուն մերժել էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Էլ ոնց կարող ես հրահրես կամ հայտարարես պատերազմ։ Այս մեղքը, այս հանցագործությունը Նիկոլի վրա է։ Հայաստանը սեղանի շուրջ ընթացող բանակցությունների մասնակից չէ այլևս։ Նա այդ սեղանին դրված ուտելիքի կարգավիճակի մեջ է հայտնվել, ինչպես Չեխոսլովակիան 1938 թվականին Մյունխենի կոնֆերանսում։ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի գործիքը, փորձում է Հայաստանից սարքել Ադրբեջանի վասալային պետություն, նրա ճնշման տակ փոխել սահմանադրությունը, կտրելով պետության կապը, մեր պետության կապը անկախության հռչակագրի հետ։ Նա ուզում է վերացնել մեր անվանական ինստիտուտները եւ խորհրդանիշները։ Այս իր պայքարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։
այդ ցանկությունը Արարատը հանել, Արարատի նշանը հանել մեր զինանշանից։ Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման այս զառանցանքը կամ 4-րդ հանրապետությունը այս փաթեթավորման տակ ընդամենը կատարվում է հետևյալը. մեր ժողովրդի վզին նա ուզում է փաթաթել ադրբեջանահպատակ հայկական պետության մոդելը։ Ավարտելով Արցախը նա հիմա զբաղված է Հայաստանի անկախության ոչնչացմամբ։